Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հազարավոր կանայք ենթարկվում են սոցիալական ստիգմայի, սակայն այս խնդիրը վիճակագրական թվերի տեսքով ներկայացնել հնարավոր չէ։ Մեր այսօրվա հյուրը Անուշիկ Գյուլզադյանը կարողացել է կառուցել իր երջանիկ կյանքը ի հեճուկս կարծրատիպերի, եւ Անուշիկ Գյուլզադյանը այսօր մեր տաղավարում պատրաստ է խոսել իր կյանքի մասին։ Ես Անուշիկ Գյուլզադյանն եմ, ով ունեցել է բավականին դժվարին մանկություն եւ հասել որոշակի օրեն հաջողությունների, ով այսօր ունի ընտրյալ, ում հետ պատրաստվում է կյանքը կապել։ Ընտրյալս ունի հաշվանդամության խնդիր, բավականին լուրջ, ոչ ուղղակի սովորական, բայց ինչևից է ինձ ոչ մի դժվարություն չի կանգնեցնում, պատրաստվում եմ առաջ գնալ ու անել այն, ինչ կարող եմ։ Կյանքի բոլոր փուլերում ունեցել եմ ինձ բարին կամեցող մարդկանց, ովքեր միշտ ասել են՝ մի մտի այդ ամեն ինչի մեջ, քեզ շատ դժվար է լինելու թե անձնական կյանքում, թե գործնական կյանքում, թե բիզնեսը ստեղծելու ընթացքում, սակայն ես հասկացել եմ, որ անպայման պիտի ռիսկի գնաս, եթե դու չգնաս ռիսկի, չես վաստակի այն ամենը, ինչ չես ձեռք բերի այն ամենը, ինչ ունես այսօր։ Բոլոր հաջողություններին հասել եմ շատ բարդ ճանապարհով, ոչինչ ինձ հենց այնպես չի տրվել, ոչ ոք ինձ չի տվել ինչ-որ մի բան, որի շնորհիվ ես կարողանամ առաջ գնալ։ Ես ինքս եմ հասել եւ դրա համար շատ շնորհակալ եմ Աստծուն, միայն Տիրոջ կամքով։ Անուշիկ ջան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր օրերում մարդը ծնվում է ազատ, բայց չգիտես ինչու միշտ շղթաների մեջ են այսպես փորձում իրեն դնել, այսինքն մարդիկ կողքից փորձում են ներգործել մյուսի որոշումների վրա, ազդել, ազդեցություն ունենալ նրա կյանքի վրա։ Ես հետևում եմ ձեր սոցիալական էջերին եւ տեսա մի գրառում, որտեղ այսպես ասած մարդիկ ճակերտավոր բարի խորհուրդներ էին տալիս ձեր ընտրյալի հետ կապված։ Կխնդրեմ պատմել, թե որտեղ եւ ինչպես եք ծանոթացել ձեր ապագա նշանածի հետ։ Նաեւ գիտեմ, որ շուտով արդեն նաեւ նշանադրություն տեղի կունենա։ Նախ եւ առաջ ես եմ շնորհակալ հյուրընկալելու համար։ Ասեմ, որ բոլորը, չգիտես ինչու, կարծում են, որ մենք ամուսիններ ենք, սակայն դեռևս ոչ չենք ամուսնացել, պատրաստվում ենք ամուսնանալ։ Մեծ ու դժվարին ճանապարհ ենք անցել եւ անցնում ենք եւ դեռ կանցնենք։ Աստծո կամոք բավականին ուժ եւ եռանդա այդ ամեն ինչի համար հարկավոր։ Ծանոթացել ենք մի քանի տարի առաջ, լրիվ պատահականության սկզբունքով, լավ ընկերներ ենք եղել սկզբնականում, սակայն հետո հանգամանքները բերեցին նրան, որ մենք հասկացանք, որ առանց իրար պարզապես չենք կարող։ Ներողություն, եթե կարելի է իր անունը նաև հնչեցնել։ Վլադիմիրը հաշմանդամությունը կյանքի ընթացքում է ձեռք բերել, թե Այո, ես իրեն արդեն բոլորին հետաքրքրող հարցային միջայլոց հանդիպել եմ հենց այդպիսին, ինչպիսին, որ ինքը հիմա կա, կյանքի ընթացքում է ձեռք բերել մոտավորապես 3 տարի առաջ։ Պատերազմի հետ կապ չունի, այլ հանգամանքներում։ Այսինքն երկար տարիներ շփվելուց հետո եք միայն հասկացել, որ ուզում եք իրար հետ կյանք կապել։ Այո, որովհետև գիտեք, իսկապես ես կարծում եմ, որ սերը հենց իրական դա է, որովհետև շատ հաճախ մենք ինքներս չենք հասկանում, որ սերը բնութագրվում է նաև մարմնական շարժունակության շնորհիվ։ Բայց երբ որ դու տեսնում ես մարդը ընդհանրապես շարժունակ չի, այսինքն ուղղակի ջուր վերցնել խմելը այդ մարդուն հասանելի չի, եւ դու սիրում ես հենց իրեն այնպիսին ինչպիսին որ ինքը կա, այսինքն դու տեսնում ես իր հոգին, դու գնահատում ես իր ներաշխարը, դու իր վերաբերմունքը քո հանդեպ դա ես սիրում։ Իմ կարծիքով դրանից մեծ ու հրաշք բան չկա։ Հիմա գանք այն ցավոտ թեմային ստիգմա կոչվածին, երբ որ մարդիկ կողքից միշտ փորձում են իբր ձեզ լավը խորհուրդ տալ, ձեզ իբր փորձում են հետ պահել ինչ-որ խնդիրներից, եւ ինչից եք ձեր սերը պաշտպանել, ինչպես են ձեր հարազատները, ձեր շրջապատի մարդիկ ընդունել ձեր սերը, ձեր ընտրությունը։
Իրականում սկսեմ իմ ընտանիքից, գիտեք, քանի որ ես շատ երկար տարիներ չեմ ունեցել ինչ-որ մեկին, որ կոնկրետ մայրս, քանի որ հորս շատ վաղ հարձակում եմ կորցրել, մայրս տեսներ իմ հոգեվիճակը, այսինքն Վլադիմիրով սկսած ինքը հասկացավ իմ հոգեվիճակը, եւ երբ որ մենք շատ լուրջ խոսակցություն ունեցանք, խոսակցության ընթացքում ինքը ինձ ասեց, որ դու արդեն մեծ մարդ ես, եւ եթե ես ասեմ չէ մի ուզի ես տղային, դու չես լսելու, եթե ասեմ չէ ուզի ես տղային, միևնույն է չես լսելու, արա ինչպես սիրտդ է կամենում։ Առաջին ոգևորող ուշ տվող խոսքերը փաստորեն մայրիկից ստացել եք արդեն։ Այո, ստացել եմ ու ինձ թվում է դա միայն հզոր ծնողը կարող էր նման բան ասել, այսինքն գիտակցելով հանդերձ, թե դու քո զավակին ուր ես ուղարկում, դու ուղարկում ես այդտեղ։ Իսկ մնացյալ մարդիկ, ես իրենց շատ եմ սիրում, իմ շրջապատում էլ կան շատ մարդիկ, ովքեր ասում են դու դեռ չես պատկերացնում եւ այլն, իրականում գուցե եւ ես դեռ որոշակիորեն չեմ պատկերացնում, բայց գիտեք, ես դրան պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ այնքանով, ինչքանով, որ վերևից ինձ ուժը գալիս է։ Այսինքն, եթե դու գործում ես ինչ-որ արարք, դու անգամ չես գիտակցում, թե դու ոնց դա արեցիր, օրինակ չգիտեմ, օրինակ եմ ասում, ինչ-որ առիթի ժամանակ այնպես էր ստացվել, մենք միայնակ էինք մնացել եւ ինքը բավականին ծանր է եւ սարքավորումներ գոյություն ունեն, որի միջոցով իրեն վերցնում ու տեղափոխում ենք, այսինքն անկողնուն ենք դնում կամ ինչ-որ չգիտեմ, հանում ենք սայլակին ենք դնում եւ այնպես էր ստացվել, որ ես միայնակ պետք է այդ գործողությունը անեի։ Հիմա եթե դուք ինձ ասեք, Անուշիկ ջան, մի հատ 30 կիլոգրամանոց ինչ-որ բան բարձրացրու, ես անկեղծ չեմ կարող, բայց 100-ից ավել կիլոգրամները ես այնպես կարծես իմ ամենօրյա աշխատանքները արեցինք, դրեցինք, այսպես նստեցինք, հետո նայեցինք իրար դեմքի, թե ոնց, ինչպես է դա լինում։ Ձեզ գերբնական ուժ է տվել։ Անկեղծ եմ ասում, այսինքն այն ամեն ինչը ինչ որ տրվում է մեզ, դրա հետ մեկտեղ տրվում է երկնային ուժը։ Տերը օգնում է, քեզ ասում է գնա առաջ, դու չես կարող ասել չեմ կարող, չկա նման բան, չեմ կարող չկա, արդեն դու հասկանում ես, որ չկա չեմ կարող, դու այդ մարդու ձեռքն ես, ոտքն ես, ամեն ինչն ես, դու չես կարող չկարողանալ, չի լինում այդպես։ Իսկ այս ընթացքում եղան հարազատներ, մտերիմներ, ընկերներ, որոնց կորցրեցիք նաև։ Չէ, այդ պատճառով։ Չեղան, որոնց կորցրեցի, բայց նեգատիվը շատ էր, շատ անասելի, շատ։ Ամեն տեղից, գիտեք, ես չեմ նեղանում իրենցից, որովհետև ես հասկանում եմ, որ մարդիկ իսկապես ուզում են, որ ես ավելի լավ լինեմ, ավելի հարմար ու կոմֆորտ լինի իմ կյանքը, որովհետև այս կյանքի մեջ մտնելով ես անասելի բարդություններ եմ տեսնում եւ դեռ շարունակելու եմ տեսնել, բայց ես հասկանում եմ, ինչ որ շրջան եղավ, որ մենք ուղղակի հրաժարվեցինք միմյանցից, առանձնացանք, բայց ես հասկանում եմ, որ այդ ինձ պակասում է, անգամ այդ տանջանք չի դառնում, եթե դու սիրով ես անում։ Հաճելի հոգսեր, այո, դու մտնում ես դրա մեջ, դու սովորում ես ու իսկապես շատ մարդիկ ասում են դու դեռ չես պատկերացնում, ես իրոք պատկերացնում եմ եւ ես քանի կամ, քանի շնչում եմ, ես պատրաստ եմ այդ մարդու ձեռքն ու ոտքը լինելու։ Շատ լավ, իսկ հենց ինքը Վլադիմիրը ինչպես էր վերաբերվում այդ կողքից եկող նեգատիվին։ Գիտեք, բնականաբար ինքը նեղվում էր, բնականաբար։ Ես կարծում եմ ցանկացած մարդ կնեղվեր, այդ թվում նաև ես, եթե իմ վերաբերյալ ինչ-որ խոսակցություններ լինեին, հակասական, բնականաբար ինքը նեղվում էր, բայց նաև հասկանում էր, որ իմ համար այդ խոսակցությունները պարզապես այստեղից մտնում, այնտեղից դուրս են գալիս, ինչպես ասում են ժողովուրդը։ Հակառակի դեպքում ինձ թվում է չէիք հասնի հարաբերությունների այս մակարդակին։ Միանշան։ Եթե ինքը կասկածներ ունենար։ Միանշանակ, ինքը իսկապես ինձ շատ է վստահում եւ գիտի, որ ես իր ձեռքը երբեք բաց չեմ թողնի։ Մինչև այնքան մի պատճառ կա, որ ես կարող եմ ինձ հարազատ մարդուց, իմ սիրելի մարդուց հրաժարվել մեկընդմիշտ։ Դա չգնահատված լինելու զգացումն է։ Միակ բանը, որ ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել եւ ես վստահաբար կհրաժարվեմ։ Մնացյալ այլ պարագաներում
աղքատություն, չգիտեմ, առողջական ցանկացած ինչ խնդիր ուզում ա լինի, ես մարդու կողքին եմ։ Իսկ ինքը երբևէ չի փորձել ձեզ այսպես ասած հետ պահել այդ որոշումից։ Գոնե նախնական Նման ժամանակահատված եղել է իսկապես ինքը ասում էր ջահել աղջիկ ես գնա գոնե նորմալ ամուսնացի, նորմալ կյանք ունեցի, ասելա, չեմ կարող չնշել, այո, ասելա, բայց չի լինում։ Երբ որ սիրտդ այդ մարդուն է ուզում, դու չես կարող։ Գիտեք, շատերը ասում են, գուցե խղճում ես, խղճահարություն է, բայց չէ, սա խղճահարություն չի։ Սա սեր է իսկապես, որովհետև մենք սովոր ենք գոռալ, որ մենք սիրում ենք, հա, մենք գժվում ենք, խելագարվում ենք այդ մարդու համար, բայց իրական սերն ավելի այո, ինչպես խորը պետք է ասվում է լինի։ Տիրոջ կողմից, սերը գործ է։ Սերը զիջողականությունը, զոհողությունը, եւ ես կարծում եմ, որ ինչու՞ չէ, այս ամեն ինչը գուցե գիտեք Աստծուց է, որ ինձ հանդիպեցրել է իրան։ Գուցե ես իմ միսիան ունեմ կատարելու այդ մարդու կյանքում։ Չգիտեմ, չեմ տրտնջում ու չեմ էլ պատրաստվում տրտնջալ մինչև վերջ, քանի ես կամ ես պատրաստ եմ իր կողքին լինել ամեն հարցում եւ մենք գնում ենք դեպի նրան, որ ինքը կարողանա գոնե քայլել չեմ ասում, բայց գոնե իր ձեռքերը կարողանա շարժի։ Ես չգիտեմ ինչքանով է դա հավանական թե ոչ, թող ինձ ներեն բոլոր բժիշկները, ես իրեն բժիշկների ոչինչ չունեմ, բայց ոչ մի բժշկականորեն հաստատված փաստ ինձ ապացույց չի, որ այս մարդը չի կարողանա ինչ-որ քայլ անել, որովհետև եթե հիմնվենք այդ ամեն ինչի վրա, ինքը առհասարակ պետք է հիմա ողջ չլիներ։ Այսինքն իմ համար հրաշքներ գոյություն ունեն եւ ես հավատում եմ, ես իսկապես հավատում եմ հրաշքներին, իսկապես։ Եվ եթե նույնիսկ ոչ մի հրաշք տեղի չունենա եւ մենք կոպիտ ասած դոփենք նույն տեղում, ես ասել եմ չանհանգստանաս, որ Իսկ բացի կողքից հնչող, հա, այդ սրտացավ, գուցե ճակերտավոր նաև սրտացավ արտահայտություններին ինչ դժվարություն եք միասին հաղթահարել։ Մենք ամեն օր դժվարություններ ենք հաղթահարում։ Իմ կողքին լինելը ինքնին դժվարություն է արդ։ Իրականում գիտեք սոցիալական էջերս երբ որ նայում են ասում են վայ Անուշիկ ջան ինչ բարի ես, ինչ էսպես եմ, դիքը լավ խոսքեր, բայց ես նաև վատն եմ։ Այն առումով, որ շատ բարդ բնավորության գծեր ունեմ։ Եվ մի աղջիկ, ով մեծացել է առանց հոր, հայրս շատ վաղուց է մահացել, մեծացել է ինքնուրույն, մայրիկս են որ 1000 տեղ աշխատող, սենց տանջված կին, հին հայկական ադածներով սենց ինքը համեստ խելոք տանջված կին ու այդ աղջիկը մեծացել է ինքնուրույն, այստեղ այնտեղ աշխատանքների փնտրտուքով, շատ կոպեկների դիմաց աշխատելով ու հասել է ինչ որ մակարդակի եւ այդ աղջկան ասեն էս մի արա, էս արա, այստեղ մի գնա, էս մի դա բավականին բարդ է։ Եվ ինքը իր այդ ֆիզիկական կարգավիճակով երբ որ կարողացել է ինձ այսպես հավաքել, ես կարծում եմ դա շատ բարդ է։ Իրականում իր բարդությունը մեկի մոտ ֆիզիկական, միանշանակ, մեկի մոտ այո բնավորության բարդ միանշանակ։ Անուշիկ, իսկ ձեր առօրյայում, կյանքի ռիթմում ինչ փոփոխություններ եք արել, ինչ ադապտացիաներ եք արել։ Գրեթե միշտ ավելի աշխուժ կյանքով եմ ապրել, այսինքն կինոներ, թատրոններ, այստեղ այնտեղ։ Հիմա գրեթե ամեն ինչից հեռացել եմ։ Հանգամանքների բերումով արդեն փնտրում եմ այնպիսի տեղեր, որտեղ որ կարող եմ օրինակ Վլադիմիրի հետ գնալ, որտեղ որ հարմար է, որտեղ որ իրեն դուր կգա, ինքը կողմ կլինի դրան։ Փորձում եմ իհարկե փոփոխություններ շատ են լինում, փորձում եմ իր սրտով անել, ինչքանով որ ստացվում է։ Եվ նաև բացահայտում եք, թե որքան անմատչելի է մեր քաղաքը, երկիրը։ Միանշանակ, իհարկե։ Կհիշեք ինչ-որ դեպք, որ ամենամեծ, այսպես ասած, հիասթափությունն է ձեզ պատճառել հենց այդ անմատչելիության գուցե պատճառով։ Հիասթափություններ բնականաբար շատ են եղել, շատ, բայց գիտեք, ավելի շատ ինձ համար հիշելի է այն հանգամանքը, որ իմ կյանքում ամեն հիասթափության ժամանակ ինձ հանդիպել են
շատ կարևոր մարդիկ եւ այնպիսի մարդիկ, ովքեր ինձ առաջ կմղեն, ոչ թե կմղեն հետ։ Այսինքն, տեսեք, ես ունեցել եմ մայր, ով գիշերները հացի փռերում աշխատել է, 2 որբ երեխա է մեծացրել, ապրել եմ շատ ծայրահեղ աղքատության մեջ, կարելի է ասել, բայց այդ ամենի հետ մեկտեղ չեմ շեղվել ճանապարհից։ Այսինքն ամեն դժվարին փուլում, ամեն հիասթափության հետ միասին մի հատ հայտնվել է ինչ-որ մեկը, ով ցանկացել է օգնի քեզ եւ իսկապես ինքը քեզ ձեռք է մեկնել։ Որպես լավ մարդ, կապ չունի, մեկը որպես իր աղջիկ, մեկը որպես ուղղակի խորհուրդ տվող, հասկանում եք, ես դրա համար շատ շնորհակալ եմ Աստծուն, որովհետև ես կարող էի հիմա հայտնված լինել, ինչ որ շատ հեշտ է, գիտեք, շատ հեշտ է։ Դու շեղվելը միշտ հեշտ է։ Միշտ շատ հեշտ է, ես ձեզ օրինակ բերեմ, ես նախ եւ առաջ շնորհակալ եմ այն մարդուն, ով ինձ իմ աշխատանքի մեջ առաջին անգամ հրավեր արեց, որպեսզի ես աշխատեմ իրենց մոտ։ Դա շատ տարիներ առաջ էր։ Եվ երբ որ դու մտնում ես մի վայր, որտեղ բավականին մեծ գումարներ կան, դու բացահայտում ես մարդու էությունը։ Այսինքն դու տեսնում ես ինչպես է եղբայրը եղբորը ուրանում գումարի համար։ Դու տեսնում ես, թե ոնց է մեկը մյուսից գողանում, մեկը մյուսին ուրանում, ու այդքանի հետ մեկտեղ մնալ մարդ, դուք չեք պատկերացնում, թե ինչ պայքար է ինքդ քո մեջ։ Սկսվում արթնանում անգամ նախանձության համար, հավատացեք, ես աղոթում էի, որ ես նախանձ չլինեմ։ Ինչի համար, որովհետև կողքինդ կարող է ինչ-որ բան վաճառի, դու ունես իսկապես դրա կարիքը այդ օրը այդ գումարը վերցնելու, բայց դու չես վաճառում ու այդ ընթացքում այդ չար նախանձը կարա քեզ բռնի։ Ու ես միշտ աղոթում էի, ասում էի, Աստված ջան, խնդրում եմ, այդ նախանձը իմ հոգին չկրծի։ Այնքան չար բան է այդ նախանձը, ու միանշանակ հասկանում եմ, որ իմ կյանքում ես շնորհակալ եմ այդ մարդկանցից։ Հիմա կյանքի որ բարդ փուլում Վլադիմիրը կանգնեց ձեր ճանապարհին։ Վլադիմիրը իմ ճանապարհին կանգնեց այն ժամանակ, երբ որ իմ մոտ ամեն ինչ կարգին էր։ Բարդ փուլ չի եղել այս ընթացքում արդեն, իմ մոտ բարդ փուլերը եղել են մանկության պատանեկության շրջանում եւ այն ժամանակ, երբ որ ես փորձում էի ստեղծել իմ բիզնեսը։ Մի փոքր հետ եթե գնանք, ամենացավոտ հիշողությունը մանկությունից որն է եղել։ Մանկություն, բա ինքն շատ է եղել։ Առաջինը որ էս պահին եկավ ձեր։ Առաջինը որ եկավ, ուրեմն մենք ապրում ենք սեփական տանը։ Ուրեմն նեղ ճանապարհներ կա, որոնք այն ժամանակ ես չգիտեմ հիմա ինչպես են անվանում, բայց այն ժամանակ անվանում էին նեղայիններ։ Ես հիշում եմ, որ մենք այնքան չունևոր էինք, որ մի օր այդ նեղայինով անցնելուց մամայիս ասեցի, մամ, որ փող ունենանք գրեչկա կսարքես։ Ես իհարկե գիտեմ գրեչկան հնդկաձավարն է, ես ուղղակի եմ որ խոսակցական կերպով եմ փորձում ներկայացնել։ Հիմա որ ես հետ եմ գնում, եւ դա ինձ ցավ է պատճառում, որ ինչ ցավ կլիներ ծնողի համար իր երեխայից լսել գրեչկա կսարքես արտահայտություն են, որ ամենահասանելի ինչ որ բանն է դա։ Եվ համել ուրախանում եմ, որ ես դա դաջել եմ այստեղ ու երբեք չեմ մոռանում։ Այսինքն դու հիշում ես, դու ով ես, դու որտեղից ես եկել, դու ինչքան ուզում ես բարձունքների հասի ու ինչքան ուզում ես խափի, որ դու սենց կայացած ես։ Չէ, դու պետքա չմոռանաս, թե որտեղից ես եկել ու ուր ես գնում ու ինչի հետևից։ Գուցե հենց մանկության տարիներին ձեր այդ ապրած օրերը, ձեր ունեցած զգացողություններն են պատճառ, որ այսօր ուրիշների խնդիրների հանդեպ կարեք, ցանկ ունեք, պատրաստ եք օգնել, այսինքն չեք խուսափում նաև դժվարություններից։ Իհարկե չեմ խուսափում, գիտեք, ես գնահատում եմ ամեն դժվարություն, որովհետև այո, դուք շատ ճիշտ նշեցիք, իսկապես այդ ամեն ինչը պատճառ է հանդիսացել։ Ես ծնող չեմ, բայց ես կարծում եմ, եթե ես ինքս դառնամ ծնող, իմ երեխան նույնպես պետք է իր խաղալիքը վաստակի։ Ես չեմ ասում գնա աշխատի, բայց այդ խաղալիքը ձեռք բերելու համար ինքը պետքա ինչ-որ լավ քայլի գնա, որպեսզի դա վաստակի։ Գիտեք, եթե ես մեծանայի օրինակ շատ լավ պայմաններում, գուցե ուրիշ անշիկ լինի։ Միանշանակ կարծում եմ ուրիշ կլիներ։ Այո, ձեր մարդ տեսակը հենց այդ մանկության տարիների դժվարություններն են, որ կոփել են, ստեղծել են, ձևավորել են։ Այո, հենց այդպես էլ կարծում եմ ու գիտեք, ինչ որ բարի գործեր
շատ եմ անում, այ հիմա ինձ կդիտեն հաստատ կվա, էս են աղջիկն ա, որ այն օրը սենց արեց, բայց երբևէ ես դա չեմ տեղադրում էջերում, որովհետև դրա կարիքը չկա իսկապես։ Իսկ ինչ վերաբերվում է մնացյալ, օրինակ զարդեր նվիրելու եւ այլն, ես միշտ հոլովակների մեջ շեշտում եմ, որ դա բարեգործություն չի։ Ես պարզապես սիրում եմ մարդկանց դեմքին ժպիտ առաջացնել։ Երբևէ ինձ մոտ չի ինձ ավելի ճիշտ չի հանդիպել որևիցե մեկը, ով իմ համար հենց այնպես ինձ ինչ-որ մի բան կնվիրեր։ Եվ այնքան հաճելի է, երբ որ ինչ-որ մեկը տանը նստած sense թերթում է, մեկ էլ տեսնում է հենց իր անունն են տալիս։ Այնքան ես կարծում եմ դա հաճելի է, այնքան սիրուն է, դու ինչ-որ մեծ բան չես անում, բայց այնքան հաճույք ես պատճառում այդ մարդուն, այդ պահին, այնքան սեր կա դրա մեջ, այնպես որ կարծում եմ պետք է շատ անենք նմանատիպ Դուք այսօր աշխատանքներ։ ոսկյա զարդեր եք պատրաստում։ Այո, արտադրությամբ ենք զբաղվում եւ նաեւ ներկայացնում եմ զարդերը։ Ինչպես սերը ծնվեց դեպի ոսկերչություն։ Գիտեք, միշտ սիրել եմ իմ աշխատանքը, միշտ։ Այ մի օր շատ տարիներ առաջ աշխատում էի ինչ-որ գեղեցկության սրահում, մենեջեր էի աշխատում, զանգ ստացա, ում շատ շնորհակալ եմ, էլի եմ կրկնում, ասեց արի մեր մոտ աշխատի, ասում ես այն ժամանակ շատ խելոք, սենց հեզիկ նազիկ աղջիկ էի մի հատ, էլ սենց չի։ Ասեց արի մեր մոտ աշխատի, ասեց ես չեմ կարող ոսկերչության մեջ, դա գրեթե անհնարին է։ Ասեց արի մենք քեզ կօգնենք, արի աշխատի, դե վաճառքով էի զբաղվում։ Գնացի աշխատելու, ընդամենը 2000 դրամով էի աշխատում օրական եւ սիրեցի։ Ես զարդերին սիրեցի, որովհետև իսկապես դուք չեք պատկերացնում, ես ամեն զարդի մեջ հոգի եմ տեսնում։ Եվ երբ որ մարդը գալիս է, Ձեր զարդերը շատ տարբերվող են միջայլոց։ շնորհակալ եմ։ Երբ որ մարդը գալիս է, սենց նայում է թռուցիկ ասում է, «Էս ինչ է» եւ այլն, գիտեք վիրավորվում եմ։ Հնարավոր է այն ինչ ես ներկայացնում եմ, ոչ բոլորն են իմ ճաշակով, բայց ես զարդի մեջ հոգի եմ դնում եւ հոգի են դնում, այո, այն մարդիկ, ովքեր այդ զարդը ստեղծում են, ոսկերիչները հոգի են դնում դրա մեջ եւ երբ որ ես դա վերցնում վաճառում եմ, ես մի տեսակ շատ եմ վիրավորվում, երբ որ սենց փնովում են, դու կարող ես ասել, ես սա չեմ հավանում, դա օքեյ է, դա նորմալ է, բայց անուն դնել նրան ինչի մեջ հոգի կա, իսկ ես իրոք շատ սիրով եմ անում։ Ես մեծերից մեկը ասել է երջանկությունը որն է հարցին պատասխանել է, որ երջանկությունը այն է, երբ որ դու առավոտյան արթնանում ես եւ ցանկանում ես գնալ աշխատանքի եւ երեկոյան ցանկանում ես վերադառնալ տուն։ Եթե դա է իսկապես ես երջանիկ եմ, որտեվ ես սիրով եմ գնում աշխատանքի եւ այդ աշխատանքը ինձ հեշտ չի տրվել։ Հեշտ տրվել է ուրիշների մոտ աշխատելը, բայց ստեղծել Գյուլզադյան բրենդը դա ինչ որ աղջկա երազանք է եղել, ով վախվորած, ես հիշում եմ գոլեգաս, երբ որ քննարկում էինք տեղը վերցնելու սրահում, ասում էի վայ, ես չեմ կարողանա, բա ես չեմ կարող ամսական վճարել, այնքան չնչին գումար էր իրականում։ Դա քանի տարի առաջ էր։ Դա ընդամենը 3 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում։ Ասում էի, չէ, ես չեմ կարողանա, ինձ այնքան սենց ուժ տվեցին, ասեցին դու կարող ես։ Ու ես այնքան սենց չնչին աշխատանքներից սկսեցի, ես հասկացա, որ այո, մարդիկ ինձ սիրում են եւ ցանկանում են ինձանից զարդեր գնել։ Բայց սեփական բիզնեսը սկսելու, գործը սկսելու գաղափարը ձերն էր, թե կողքից են հուշել։ Իրականում իմն էր, որովհետև ես աշխատել եմ շատ մարդկանց հետ, շատ, եւ հասկացել եմ մի բան, որ ավելի լավ է շատ չնչին ունենաս, բայց քոնը ունենաս։ Ես էլ բացարձակապես չէի ցանկանում ոչ մեկի աշխատողը լինել։ Եվ գիտեք, այս զրույցը գուցե եւ շատ մարդկանց մոտիվացնի։ Միշտ ինչպես է, չէ, սենց նայում են էջը, ասում են, «Այս աղջիկը լավ ունե, որ լավ ավտո է քշում, լավ փող, հələ ոսկիները», բայց ոչ ոք չգիտի, որ այդ ոսկիները հենց ստեղծվում են գնորդի ներդրած գումարի շնորհիվ։ Իսկ ինչքան գումարից եք սկսել, կհիշեք։ Իհարկե, ոչ չեմ հիշի։ 47000 դրամ։
Առաջին գործը, առաջին 47,000 գումարը ինչի վրա եք դրամ։ ծախսել։ 47,000 դրամից եմ սկսել, որը իմիջիայլոս պարտքով վերցրած գումար էր։ Հետո Հա, բայց համարձակությունը այդքան թույլ է այո, տվել դա գիտեք, անել։ ըստ իս դու պիտի անես քայլ։ Այսինքն, եթե դու չես անում, որովհետև վախենում ես, որովհետև մտածում ես ինչ կլինի, վատ կլինի, այս կլինի, հնարավոր է վատ լինի, Դե ինչի՞ ով չէ։ ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում։ Միանշանակ հնարավոր է վատ լինի, իհարկե հնարավոր է, բայց դու պիտի անես դա, որպեսզի հասկանաս, որ հնարավոր էր։ Այսինքն ինձ մոտ, գիտեք, արդեն այն փուլն էր հասել, որ բոլորը ճանաչում էին, բոլոր մեծ կործանողները ճանաչում էին եւ հայտնվեցին իմ կյանքում մարդիկ, ով ասացին. «Դիր սեղանդ, մենք քեզ ապրանք կտանք» ու միջև այսօր մարդիկ անում են Բայց դա, հակառակը չի եղել։ որ ես ինչ որ մեկին։ Ոչ, որ մարդիկ ասեն, ինչու ես մտնում դրա մեջ, սա բակորց է։ Իհարկե, Մենակ աղջիկ ես չես կարողանա։ իհարկե, վայ, չեք Այդ բարի խորհուրդները պատկերացնում, կողքից եղել են։ չեք պատկերացնում ինչքան շատ, ասում են դու չես պատկերացնում, էլի, նույն կարծրատիպը կա, որ դու չես պատկերացնում, դու ինչի մեջ ես մտնում, հա, սա շատ բարդ է, դու տակ կտաս, այսպես, այնպես, միշտ են այդպիսի բաները եղել, բայց քանի որ ես սովոր եմ առաջ գնալ, թող չստացվի, ես համաձայն եմ, թող ես կորցնեմ այն ինչը ունեմ, համաձայն եմ։ Գիտեք, շատ հեշտ է կողքից նայել ու ասել, այս աղջիկը այսպես այնպես, ոչ մեկ վստահ եմ չի պատկերացնում, որ այդ նույն աղջիկը, ով ներկայացնում է այդքան ճոխ, շքեղ զարդեր, ապրում է 19 քառակուսի տան մեջ, որը ժառանգել է իր հորից։ Այսինքն մարդիկ միշտ սովոր են այդ ճոխությունները տեսնել ու միանգամից դու իրանց աչքն ես մտնում, բայց այդ ճոխությունները իրականում շատ փոքր քայլերից են գալիս։ Այսինքն դու չպետք է դատես, ինքը էս էջը ունի, ինքը միլիարդ հատեր է։ Չի, ես ապրում եմ շատ հասարակ կյանքով, շատ փոքր տան մեջ, տա Աստված մյուս տարի տուն ձեռք կբերեմ, հուսամ, Աստծո կամոք, բայց շատ բարդ է այդ ուղին։ Բայց ես ուզում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր տեսնեն այս հաղորդումը, երբևէ չմտածեն, որ իրանք ոչինչ չունեն, իրանք չեն էլ ունենալու։ Կարևորը ծխտումն է։ Միանշանակ, թող իմանան, որ լուրջ բիզնես սկսելու համար 47,000-ն էլ է բավարար։ Դե մի քիչ լավ անուն ունենաս։ Անշիկ, իսկ բիզնեսը հենց ի սկզբանե այսպես վերելք է ապրել, թե նաև հիասթափություններ ունեցել եք, կորուստներ եք գուցե ունեցել։ Գիտեք, կորուստներ միշտ են լինում։ Ավելի շատ մարդկային կորուստներ եմ ունեցել բիզնեսի ճանապարհին, որովհետև ես էլի պետք է կրկնվեմ, որտեղ կա շատ գումար, այնտեղ բացահայտվում է մարդու էությունը։ Եվ բիզնեսի ճանապարհին, բիզնեսին հասնելու ընթացքում դու կորցնում ես այն մարդկանց, ովքեր քեզ թվում էին երբեմն շատ հարազատ են, որ ամեն հարցում քո կողքը կանգնած են։ Բայց երբ որ դու փորձում ես առաջ գնալ, հասկանում ես, որ այդ մարդկանց համար արդեն տհաճ է։ Դու լավն ես, դու լսող ես։ Մաղել արդեն շրջապատը։ Այո, դու գերազանց ես, երբ որ դու ենթակա ես։ Երբ որ դու ոտքդ թեթև ուզենաս առաջ տանել կամ ինչ որ sense թեթև ուզենաս բարձրանալ, այդ ժամանակ դու արդեն տհաճ ես։ Հասկացա։ Իսկ կհիշեք ձեր առաջին, այսպես ասեմ, մեծ գումարը, որը վաստակել եք, կամ աշխատավարձը, որով նաև մայրիկին եք ուրախացրել, այսպիսի առաջին որպես տպավորված ունեք։ Իհարկե ունեմ։ Հիմա ես պատմություն եմ ձեզ փոքրիկ պատմելու, որ ուրեմն մի հատ շատ ցիվիլ տղամարդ կա, բավականին տարիքով, երբ որ իմ հոլովակները տեսնում է, ինձ կանչում ասում է. «Անուշիկ ջան, գիտես, պետք չի, տենց մի մանրացի, տենց անկեղծ մի, թող չիմանան, որ դու վատ ես եղել»։ Ասում եմ, չէ, ինչի, ախր ես այդ մարդն եմ։ Ես ուզում եմ, որ իմանան, որովհետև այնքան մարդիկ կան, որ շատ վատ վիճակում են, ու իրանց թվում է, թե իրանք միշտ այդտեղ մնալու են։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ դու այդտեղից կարող ես դուրս գալ։ Ու մի այսպիսի պատմություն կա, ուրեմն Ռասիայում հիմա շորի հագուստի խանութ է, այնտեղ մի խանութ կար մթերային, ես այնտեղ աշխատում էի դրսում, օֆե սրճաղաց կար, սուրճ էին աղում ու տալիս էին, կշռում տալիս էին, ես աշխատում էի այդտեղ, եւ
իմ առաջին ամենամեծ գումարը այդտեղից եմ աշխատել, իմ ոտքերից հրտահարության հետևանքով նաև ես դրսում ձմռանը կանգնում էի եւ սուրճ էի վաճառում, որպեսզի կարողանամ ինչ որ չափով հոգսերը տան թեթևացնել։ Քանի տարեկան եք կհիշեք։ Այդ ժամանակ 17 տարեկան էի։ 17 տարեկան էի եւ քանի որ գիտեք միշտ ա եղել այդ տարբերությունը լավ հագնված, վատ հագնված, հարուստ, աղքատ, ու այդ ժամանակ ես հիշում եմ, եթե ինձ տեսնեն կհիշեն, այդ ժամանակ այդտեղ աշխատակիցներ կային, որոնք ինձ այնքան վատ էին վերաբերվում, որ սենց սրա հագածը, սրա տեսքը, սրա որ այսինքն ինչ որ մեկն էի ես իրանց համար, իմիջիայլոց տարիներ անցան եւ ստացա նամակ մի աղջկանից, որ ինքը անպայման փորձում էր ինձ հիշեցնել ինքը ով է, որպեսզի ես ուշադրություն դարձնեմ։ Այդպիսի մարդիկ էլ են շատ եղել, ովքեր փնովել են, մի օր ներքևում ես միանշանակ, ես չեմ ամաչում, եւ գիտեք, հակառակը։ բացարձակ չեմ ամաչում, եթե Աստված մի արած իմ կյանքում հայտնվի այնպիսի մի ժամանակաշրջան, որ ես պիտի ինչ որ կերպ էլի գումար աշխատեմ, ես անգամ ամաններ կարող եմ լվանալ, իմ համար ոչ մի խնդիր չկա։ Իսկ մայրիկի համար ինչ որ մեծ բան է առաջին վաստակով արել եք։ Մայրիկի համար, այո, ոսկի եմ առել, մայրիկի համար ոսկի եմ առել եւ փորձել եմ հետ բերել բոլոր այն Մինչև ձեր ոսկիները։ գործը սկսել է։ Այո, մինչև իմ գործը սկսել են ժամանակ ես այդ աշխատանքի մեջ չէի եւ շատ գեղեցիկ ծննդյան տարեդարձ եմ կազմակերպել այն ժամանակ իմ համար դա, չգիտեմ, մեծ բաներ էլի, շատ մեծ բաներ, իհարկե։ Իսկ միշտ ունեցել եք այդ պարտքիզ մայրիկին, Միանշանակ։ զգացումը մայրիկին վերադարձնելու, այն Միանշանակ, ամենը ինչն է այդ տանջանքով արել է ձեզ համար։ միանշանակ, որովհետև իր տանջանքը ես իմ աչքերով եմ տեսել, գիտեք, ուրեմն քանի որ մաման աշխատում էր հացի փռում, իսկ եթե տեղյակ եք հացի փռերում գիշերն է աշխատանքը սկսվում, ուրեմն մենք այնքան վատ էինք ապրում, որ հիմա ժպիտով եմ հիշում, բայց այնքան ծանր օրեր էին։ Մենք այնքան վատ էինք ապրում, որ կենտրոնին մոտ էինք ապրում, ուրեմն գիշերը ժամը 3:30 պարտադիր մաման արթնանում էր եւ ոտքով, որովհետեւ տաքսու գումար այն ժամանակ դա մեծ ճոխություն էր, ոտքով ներողություն ոտքով գնում էր միջև կրկես, այսինքն մոտավորապես կես ժամ ինքը կես ժամ 40 րոպե քայլում էր, որպեսզի ու այդ գիշերվա կեսին ու ջահել կին, եւ եկավ մի ընթացք, որ ես որոշեցի, որ պետքա աշխատեմ մամայի հետ, 16 տարեկան էի, եթե չեմ սխալվում, մենք միասին դուրս էինք գալիս, քայլելով գնում էինք ու շատ տարիներ անց, երբ որ այդ ամեն ինչը անցավ, մաման մի խոստովանություն արեց, ասեց իմիջայլոց տանից դուրս էինք գալիս, Արարատ կոնյակի գործարանի մոտով էինք անցնում ու այնտեղից Սուրբ Սարգիս եկեղեցին պարզ երևում էր, միշտ մաման խաչակնքվում էր ու խոստովանեց, որ ամեն տանից դուրս գալուց ինքը միշտ խաչակնքվել է ու խնդրել է Տիրոջից, որ ճանապարհին ոչինչ չպատահի։ Մենք այդպես գնում էինք աշխատանքի, աշխատում էի, լույսը բացվում էր, արագ այնտեղ հարմարանք կար, լողանում էի ու գնում էի դասի։ Գիշերն եք աշխատում մայրիկի հետ։ Քանի տարի եք այդպես աշխատել։ Չեմ հիշի հիմա, բայց մոտավորապես 3 տարի, 2-3 տարի երևի չեմ հիշում անկեղծ ասած։ Աստված պետք է ասեք 2-3 ամիս։ Չէ, մի քիչ շատ է եղել, որովհետև իսկապես կար այդ խնդիրը գումարի։ Բայց նաև մեծ կամքյուժ է պետք այդ տարիքում գիշերային հերթափոխով աշխատել, հետո դասի գնալ։ Այդ ժամանակ չէի հասկանում, այդ ժամանակ իմ համար այնքան սենց սովորական էր դա, այն ժամանակ միայն ասում էի մի բանով սենց ես ինձ լավ էի զգում, որ մի բանով կարողանում էի օգնել, որովհետև իրականում մայրիկը մեծ կամքի ուժ ունի, իրականում իր բարությունը, ես չգիտեմ այդ կինը իմ համար, չգիտեմ, ես միայն Աստծուց խնդրում եմ, որ ինքը երկար ապրի, որովհետև այս պահին ես չեմ կարող իր երազանքները նյութականի հետ են կապված ինչ որ չափով, այսինքն ես երազում եմ ունենալ, տեսած կլինեք Մայրիկ ֆիլմը, որ վերջում կադր է երևում, որ իր մորը տանում է մի տուն, որտեղ շրջապատված է ամբողջապես վարդերով, ես ուզում եմ դա անել իր համար, միայն թե ինձ մնում է, որ ինքը երկար ապրի, որովհետև այն ինչ ինքը ինձ տվել է, առանց իր կյանքը կառուցելու, առանց իր կյանքում ինչ որ մեկին ունենալու, դա
անգնահատելի է, դա ուղղակի անգին է։ Ես ուզում եմ որոշակիորեն կարողանալ հետ վերադարձնել։ Իսկ կա ինչ-որ բան, որի համար փոշմանել եք։ Արել եք կամ չեք արել եւ փոշմանել եք, որ դա չեք արել կամ արել եք։ Գիտեք, իմ կյանքում մի դրվագ է եղել, երբ ես հյուր էի ինչ-որ միտեղ եւ այլ մարդկանց ում կողմից որ գնացել էի, իրենց վադը դրության մեջ չդնելու համար ես վեր չեմ կացել ու չեմ գնացել այդտեղից։ Երևի միակ բանն է, որ փոշմանել են, որովհետեւ ինձ համար ամենակարևոր բաներն են հարգանքը, ուշադրությունը այդ անձի նկատմամբ, ում դուք տեսեք, դուք ինձ այսօր հյուր եք հրավիրել, պատկերացրեք ես նստեի, դուք ինձ այսպես ուղղակի ես նստած լինեի, դուք ինձ լավ չվերաբերվեիք։ Հասկանում եք, իմ համար դա ամենակարևոր բանն է, դա շատ վաղուց է եղել եւ ես փոշմանել եմ միայն դրա համար։ Միայն դրա համար։ Չունեմ այնպիսի արարքներ, որի համար փոշմանած լինեմ, ունեմ սխալներ գործած, որոնք բնականաբար ցանկացած անձ այդ սխալների միջոցով է դառնում ինչ որ մեկը լավ մարդ է դառնում, մեկը վատ մարդ, բնականաբար շատ սխալներ կան, բայց չեմ փոշմանում, որովհետև կյանքի ճանապարհը դա միանշանակ։ Իսկ առաջիկայի համար ինչ ծրագրեր ունեք։ Առաջիկայի համար պատրաստվում եմ ավելի շատ աշխատել, պատրաստվում եմ Աստծո կամոք իմ հաճախորդների օգնությամբ պատրաստվում եմ ավելի ընդլայնել բիզնեսը, որի շնորհիվ գուցե կարողանանք Վլադիմիրին տեղափոխել բուժման, դա շատ մեծ գումարների հետ է կապված, մոտավորապես $500,000 մասին է խոսքը, որը բնականաբար չկա, պատրաստվում եմ շատ ավելի շատ աշխատել, որպեսզի կարողանանք որոշակիորեն այդ հարցերը լուծել։ Ասում են աշխարհը պատկանում է նրանց, ովքեր անում են այն, ինչ իրենք են ուզում։ Դուք ձեր ամբողջ կյանքի ընթացքում ապրել եք այնպես, ինչպես դուք եք ուզել եւ ինչպես դուք եք ճիշտ համարել։ Եվ դրանով էլ դուք կարող եք ձեզ երջանիկ մարդ համարել։ Միանշանակ։ Դա Աստված, որ ձեր բոլոր ծրագրերը ի վերջո կյանքի կոչվեն եւ մեր հաջորդ հաղորդումն էլ լինի արդեն այդ միայն դրական լույսի ներքո։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ, որ եկաք եւ անկեղծ կիսվեցիք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։